Գիտեիք, որ աշխարհի ամենահին գետերից մեկը, Եփրատը, 1915 թվականին փոխել է իր հունը, ոչ թե բնական աղետի, այլ մարդկային մարմինների պատճառով։ Պատկերացրեք մի տեսարան, որը սառեցնում է արյունը։ Հարյուրավոր կանայք ձեր ձեռքի տված վերջին անգամ նայում են արևին ու սկսում իրենց մահվան պարը։ Սա հուսահատություն չէր, սա հայ կնոջ հերոսական ոճն էր ստրկությանն ու պղծմանը։ Ինչու էին նրանք ընտրում գետի անդունդը և ինչ էին շշնջում նրանց շուրթերը վերջին վայրկյանին։ Այսօր մենք կբացահայտենք մի պատմություն, որը պետք է իմանա յուրաքանչյուրը։ Խոտորջուրցի կանայք աշխարհին ցույց տվեցին անկոտրում կամքի օրինակը։ Երբ թուրք ժանդարմները նրանց առաջարկում էին փրկել իրենց կյանքը հրաժարվելով հավատքից, պատասխանը լռեցրեց բոլորին։ Մենք պատրաստ ենք մեռնել հանուն մեր ազգի, քան դառնալ ձեր ստրուկը։ Նրանք խաչակնքվում էին և խմբերով նետվում Եփրատի ջրերը։ Ականատեսները պատմում են, որ գետն այնքան էր լցվել դիակներով, որ ջուրը վերածվել էր արյան լճի։ Սա զանգվածային հերոսություն էր, որը պատմության մեջ չունի իր նմանը։ Միացեք Արգամ բլոգի էջերին։ Մենք այստեղ ենք պահելու մեր հիշողությունը կենդանի և վերծանելու անցյալի կարևորագույն պատգամները։ Սակայն մահը չհաղթեց։ Շնորհիվ Մարիա Յակոբսենի և Կարեն Եփեի նման նվիրյալների հազարավոր հայ որբեր փրկվեցին Եփրատի ափերից։ Նրանք դարձան նոր Հայաստանի սերմերը։ Հայ կանանց ինքնասպանության պարը ոչ թե վերջակետ էր, այլ վերածննդի սկիզբ։ Նրանք մեզ թողեցին ամենակարևոր պատգամը՝ երբեք չծնկել չարի առջև և միշտ տեր մնալ սեփական արժանապատվությանը։ Մենք հիշում ենք, մենք պահանջում ենք և մենք ապրում ենք։ Հանուն նրանց, ովքեր Եփրատի ջրերում դարձան անմահ։ Ձեզ հետ Արգամ Ռոբերտին էր, կհանդիպենք։